Ողջույն սիրելի ընկերներ, կարծում եմ բոլորդ լավ եք, սկզբի համար արդեն տեսակ պատրաստելու ենք խաչապուրիներ, արդեն գիտեմ նմանացրել եք աճարական խաչապուրիներին, սակայն մի փոքր տարբեր ձու չկա, սիրելիներս միայն պանիր է, պատրաստում ենք խմորը, խմորի համար անհրաժեշտ է 450 մլ կաթ, կրկին նույն չափականակով ջուր, կաթն ու ջուրը պետք է լինեն գոլ վիճակում, ոչ շատ տաք, ոչ էլ սառը, գոլ վիճակում, անհրաժեշտ է 1 թեյ քթալ լիքը աղ և 1 ճաշի քթալ շաքարավազ, 15 գրամ խմորիչ սիրելիներս և 4-ից 5 ճաշի գթալ, ինչ եմ ասում 4-ից 5 ճաշի գթալ, ոչ մի փոփոխություն չի լինի, դեռ ավելի շատ լավ կլինի, երբ որ 5 ճաշի գթալ բուզայող ավելացնենք։ Իմ մոտ ձիթայուղ է, ես ձիթայուղ լցրեցի, շատ համեղ է լինում, կարող եք փորձել։ Այս ամենը մի լավ խառնում ենք, մի փոքր ալյուր ենք վրան լցնում, թողնում ենք խմորիչը ակտիվանա, մի փոքր հենց զգում եք արդեն խմորիչը ակտիվանում է, ավելացնում ենք մյուս չափաբաժինը, ալյուրը սկզբի համար 450 գրամ լցնում եմ լավ, հարիչը հարում է, այնուհետև կամաց գթալի օգնությամբ ավելացնում եմ հաջորդ 450 գրամը։ Կրկին հարիչը կհարի այնքան ժամանակ, մինչև սիրելիներս խմորը ամբողջ տարայի պատերից կհավաքվի հարիչի դանակի վրա։ Այստեղ հիմա ամբողջը դուք կտեսնեք, կհասկանաք ինչ տեսակի խմոր պետք է ստանանք, այսինքն պինդ խմոր, որպեսզի չկպնի ձեռքերին, սակայն ոչ շատ պինդ, որպեսզի չկարողանաք ինչ-որ գործողություն կատարել խմորի հետ։ Ահա տեսեք, հենց այս պահի համար էի ասում, որ ամբողջ պատերից խմորը պետք է հավաքվի հարիչի դանակի վրա, այս պահին արդեն մենք պետք է հասկանանք, որ խմորը մեզ մոտ արդեն պատրաստ է։ Հիմա շատ զգուշորեն կհանենք ամբողջ խմորը տարայի միջից, մի փոքր բուսայուղ կանեմ, որպեսզի կրկին չկպնի ձեռքերին, որ կարողանամ ամբողջ խմորը հեշտությամբ հանել տարայի միջից, տեղափոխել մեկ այլ մաքուր տարա, վրան սննդային թաղանթով կպատեմ, շոր կծածկեմ, որպեսզի տաք մնա, որ ակտիվանա ամբողջ խմորիչը խմորի մեջ և խմորը հասունանա սիրելիներս։ Ամբողջ ընթացքում պետք է խմորը իրար վրա բերենք, ժամը 1, այսինքն 3 ժամ պետք է թողնենք, որ հասունանա խմորը, այդ 3 ժամվա մեջ առնվազն 3 անգամ պետք է խմորը իրար վրա բերենք սիրելիներս, որպեսզի լավ խմոր ստանանք։ Այսպես արդեն 2 անգամ ես այս գործողությունը կատարել եմ, հիմա արդեն պատրաստվում եմ թխել մեր խաչապուրիները, ինչպես ես խոստացել էի, ինձ հետ մնացեք, որպեսզի տեսնեք ինչ համեղ խաչապուրիներ ենք պատրաստում, կարծում եմ կփորձեք և կգրեք մեկնաբանություններում, հավանում եք, թե ոչ այս տարբերակը։ Խմորը կբաժանեմ 2 հավասար մասի, մի մասը կթողնեմ ծածկված մնա, կրկին թող հասունանա, իսկ մյուս մասը կառանձնացնեմ այսպիսի փոքրիկ գնդերի, գնդերը կարող եք կշռել, կարող եք չկշռել, եթե ուզում եք աչքաչափով պատրաստեք, ես աչքաչափով եմ պատրաստում, համարյա բոլորն էլ մի չափ են լինում։ Այստեղ ես ունեմ լոռի պանիր և մոցարելա պանիր, երկուսը իրար հետ քերիչի օգնությամբ կանցկացնենք և որպեսզի լցոնենք մեր խաչապուրիները։ Խաչապուրիները ընդհանուր առմամբ կարկանդակի տեսք են ստանալու սկզբի համար, այնուհետև մեջտեղից գեղեցիկ ճեղքեր կանենք, որպեսզի աճարական խաչապուրու տեսք ստանա։ Այսպես լցոնում ենք ամբողջ խաչապուրիները, իրար վրա ենք բերում, ինչպես կարկանդակն ենք պատրաստում, դնում ենք մի կողմ, որպեսզի յուղաթղթի վրա դնենք, հենց յուղաթղթի վրա մի փոքր էլ կհասունանա, մեջտեղի մասում կտրված կանենք։ Հիմա ամբողջ տեսանյութը կտեսնեք և կհասկանաք ինչի մասին է խոսքը։
Ահա տեղավորեցի յուղաթղթի վրա, մի փոքր էլ հասունացավ, վրան կքսեմ ձվի դեղնուց, կարելի է մի փոքր էլ սպիտակուց լինի, ոչինչ չի պատահի, շատ լավ է ստացվում։ Ձվի դեղնուցը քսելուց հետո կտեղափոխենք 200 աստիճան տաքացրած ջեռոցում, կթխենք կրկին 200 աստիճան ջերմության տակ։ Այսպես կտրվածքներ ենք անում, մի փոքր բացում ենք, որպեսզի ստանանք բաժանական խաչապուրու տեսք եւ թխում ենք մինչեւ ոսկեգույն տեսք ստանա սիրելիներս։ Այսքանը։ Հուսամ բոլորդ կհավանեք, կտեսնեք ամբողջ տեսանյութը եւ կպատրաստեք, կփորձեք պատրաստել։ Չմոռանամ ասել, որ քունջութի սերմեր եմ ավելացնում կողքերը, եզրերին, ցուն քսելուց անմիջապես հետո, այդպես ավելի շքեղ տեսք է ստանում եւ ավելի համեղ է լինում։ Փորձեք, ինչու ոչ, շատ համեղ է ստացվում։ Սա էլ ջեռոցի տարբերակն է, տեսեք ինչքան լավ է ստացվում։ Վերջ, պատրաստ են խաչապուրիները, այն որ ասում եմ ուտողը կիմանա, չուտողը որտեղից իմանա, հիմա ձերն է, անպայման պետքա փորձեք, որ ուտեք, որ հասկանաք ինչքան համեղ բան պատրաստեցինք այսօր, այսքանը, մնացեք ինձ հետ, բաժանորդագրվեք իմ ալիքին, սպասեք նոր բաղադրատոմսերի, ես հավատացնում եմ ձեզ, որ շատ ու շատ համեղ բաղադրատոմսերը դեռ առջևում են։ Տեսություն, մինչ նոր տեսանյութի հանդիպում։